հրյաները գործում են քաղաքական հրյաներ, ինչպես հրյաներ, թուրքերը պատասխանում են ինչպես թուրքեր։ Եղավ, որը հայ ժողովրդի հետ ինչ կան առնչություն ունի ցեղասպանության հետ ինչ հարց ունի, այնքան էլ հասկանալի չի։ Բայց այն փաստը, որ Իսրայելի նման պետությունը ճանաչում է, բոլոր դեպքերում նորմալ է, որովհետև դրա տակ մենք գիտենք, որ Իսրայելի հարցը չի մենակ։ Հրեական լոբին է, իսկ հրեական լոբի ֆինանսական եւ մագնատներ եւ այլն Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա հայության կառույցների հետ մերձեցման հնարավորություն են տալիս, դա եւ նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի միջև ավելի սերտ համագործակցություն հարաբերություններ ստեղծել։ Չպետք է մոռանանք, որ Իսրայելը Ադրբեջանի հովանավոր պետության նման մի բան է։ Ես չի կարող, ես փաստը չանդրադառնալ ինչ-որ չափով նաև Ադրբեջան-Իսրայել փոխհարաբերություններին, ինչքան էլ թուրքերն իրենց էշի տեղ դնեն, ես Բաքվի թուրքերին նկատի ունեմ, էլի, հիմա կոնկրետ վերադառնանք, բայց սա հերթական այն քայլերից է, որի վերաբերյալ մենք պետք է համբերատար լինենք, կողքից դիտենք շատ ուրեմն եւ տեսնենք կնեսցետը քվեարկելու է թե չէ։ Այստեղ է հարցը, այսինքն պարլամենտը քվեարկելու է թե չէ, ժամանակին քվեարկության դնելու են թե չէ, բազմաթիվ անհայտ հարցեր կան, որոնց պատասխանը պետք է ստացվի քվեարկության փաստով։ Կարող է այսպես լինել, չնայած սա նախատեպ է, կառավարությունն է ամբողջովին, ամբողջ կազմով քվեարկել լինել Նաթանյահուի կառավարությունը, սա հատուկ եմ ասում, ով որ հասկանում է, կհասկանա։ Հիմա տեսնենք ինչ կլինի այդտեղ, բայց ինքնին շատ լավ կլինի, որ թեկուզ այս տեսքով, որը Հայաստանի քաղաքականության, հաջորդի ուժերի եւ այլն հետ առնչություն չունի, շարունակվի։ Սա ապացուցում է մի բան, որ իրականում ես շատ եմ ասել ժամանակին հայկական հարցը եւ ցեղասպանության հարցը միջազգային հարց է։ Այդ մի օր էլ Արցախի հարցն է Ադրբեջանի քթից դուրս գալու, այդ նկատի ունեցեք։ Բայց ուղղակի մեր հիմա վիճակը այն չի, որ մենք այդ բոլորը բան անենք։ Դրա համար է Մոսկվան տաքացնում այդ հարցը, որ մեզ համար աննպաստ վիճակում։ Մենք պետք է ինչ անենք։ Պետության հզորացումով եւ բաներով զբաղվենք, էլի, պետություն, որը գերարդիական լինի տեխնոլոգիա, շարունակենք։ Պատմական արդարության վերականգնում է։ Ես կարծում եմ, որ այս Նաթանյահուի ուղեղում ընդհանրապես պատմական ոչ մի արդարության փաստ գոյություն չունի, բայց ինքը փաստը պատմական է, մեծ բան է, եւ ոչ էլ Էրդողանի ուղեղում պատմական բան կա։ Սա այն գործիքակազմն է, որ իրենք անում են, բայց մեզ համար աշխարհի համար պատմական երանգ։ Ես չեմ ուզում, որ հայերը ոգևորով սկսեն պատմություն, տեսնենք ինչ կլինի ու կգնա։ Բայց հիմա որն է ենթատեքստը, ես պետք է հասկանանք ինչու մինչև հիմա գալիս էին ինչ-որ միտեղ, սպառնում էին, բայց չէին անում։ Ես օրինակ 4-ից 7 թվականներին աշխատել եմ Երուսաղեմի մեր եկեղեցու ուսումնական կենտրոնում, դասավանդել եմ եւ տեսել եմ, թե մեր հայդատիկ գրասենյակ եւ մնացածները, ուրեմն մի Ժորժետ, մի հրաշալի Սևան, այնտեղ եւ այլն, շատ լավ մտերին, որ ինձ համար շատ հարազատ մարդիկ, ինչպես են ամեն ցեղասպանության ճանաչման հաստի համար, սերոբ եւ այլն, էլ այսպես շատ չասեմ, տառապել, արել, որ գործը շարժվի, բայց այն ժամանակ նամակները գործը կարդալուն էլ չի հասել, բայց հիմա ուրեմն միանգամից կառավարությունը, որն է ենթատեքստը, մի խոսքով ասելը, սա Հայաստանի հետ առնչվում է, թե չէ, հայկական հարցի եւ պատմական արդարության հետ, իհարկե իրենք կպցնելու են, պատմական արդար սկսել են, էլի։ Հիմա տեսեք ինչն է հարցը, սա ապացուցում է մի փաստ, որ ոչ միայն ուրեմն Գազայից էլ են գոմ, այդ թուրքերը այդ Գազայի համար չեն խելագարվում, Էրդողանը Գազայի հարցը օգտագործում է այնպես, ինչպես ուրիշներն ուրիշ հարցեր, որ այլապես ինքը կարող է ռազմական գործողությունների դիմել Գազայի օրերին, ոչ թե տեսնեն մեկը խրվեց, հետո վրատան փաստի վրա բան անեն, էլի, այսպես։ Ուրեմն սա ապացուցում է, որ հարաբերությունները թուրք այսպես իսրայելական ոչ միայն
վատացել են, այլ շատ են վատացել, ինչու են շատ վատացել, ինչու ավելի առաջ գնաց Իսրայելը, ասեմ ձեզ, աշխարհաքաղաքական իրականությունը արմատապես է փոխվում, արմատապես երկրաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում եւ աշխարհում փոխվում է, եւ հայկական հարցը, ցեղասպանության հարցը Հայաստանն է, տեսեք, Հայաստանը անվերջ Ռուսաստանից հեռանում է, Ռուսաստանը խրվել է ցեղից դուրս չի գալու, այս վիճակ չի եղել, տասնյակ տարիներ, 100 տարի էլ չի եղել, ուրեմն այս էլ նույն մյուս հարցականն է եւ ահա այսպես եզրակացությունը մեկն է, երկրաքաղաքական գեոստրատեգիական իրականությունը մեր ծայր միջին արևելքում արմատապես է փոխվում եւ այսօրվա դաշնակիցները դառնում են իրար թշնամիներ, երեկվա թշնամիները դառնում են ուրեմն բարեկամներ եւ հարազատներ։ Հիմա ինչ է պետք է, ինչպես կողմնորոշվել, հարցես է։ Ուրեմն կա մի բացատրություն, ուրիշ ոչինչ չկա, ճանաչիր ազգային պետական շահը եւ գործիր համապատասխան ազգային պետական շահիդ, ինչպես որ Հայաստանի իշխանությունները շատ ավելի արդյունավետ 3-4 տարի արդեն գործում են։ Ես էլ իրենց օգնում եմ, եթերով եմ օգնում, եթե ուրիշ բան չլինի։ Եվ մենք շարժում ենք առաջ։ Բարձ է, մնացածը կտեսնենք։ Եթե ճանաչեց կնեսեդը քվարկեց, այլ մենք կմտածենք ուրիշ բաների մասին, օրինակ, ասեմ ինչի մասին։ Հիմա հարցը նորից երկրաքաղաքական իրականությունը ձեր հրաշալի հարցը։ Ուրեմն մենք պետք է ցեղասպանության հայկական հարցի, Հայաստանի աշխարհաքաղաքական իրականության եւ Հայաստանի պատմություն առանցին, բայց բոլոր դեպքերում էս սրանց վերաբերյալ մենք պետք է ունենանք մեր ազգային տեսակետով կոնցեպցիաներ, մենք դա չունենք, մենք Մոսկվայից հրահրված եւ սնված կոնցեպցիաներով ենք առաջնորդվել, դրա համար եկել է միշտ աղետի առաջ են կանգնել, բարձ է, ուրեմն հարցադրում է նոր իրականության մեջ, մեզ պարտավորեցնում է, ոչ թե դրանցից հրաժարվել, այդ անհետեցություններ չսկսեն, այդ ոչ մեկը չի կարող ոչ հրաժարվել, ոչ հաստատել եւ այլն, իրականություն է, այլ Հայաստանի շուրջ, հայկական հարցի շուրջ եւ հայկական ցեղասպանության ճանաչման հետևանքների ակտարման վերաբերյալ ինչպիսի արմատական, գիտական նոր մոտեցումներ պիտի լինեն, որոնց հիմքը մեկն է Հայաստանի պետական շահը։ Իսկ գլոբալ իմաստով, որտեղ մենք ունենք նաև գլոբալ համահայկական հարցեր, ցեղասպանության ճանաչումը գլոբալ հարց է, մենակ մեր հարցը չի, Հայաստանին է։ Հետևաբար համազգային շահերի տեսակետից կան հարցեր, որոնք համազգային են։ Մենք մեր քաղաքական գիտությունը, որը չնչին բացառություններով մնում է տգետ, մնում է մակերեսի վրա, մնում է տոկոսների վրա, այդ սոցիոլոգիա եւ անն կեղծ թվերի բանի չի կարողանում խորքը թափանցել, պատմագիտություն եւ այլն, բայց սա ժամանակավոր բան է, սա արդեն ճանապարհը բացվել է, Բանդորայի արգը բացվել է, եւ մենք պետք է ունենանք adekvat պատասխաններ որպես բացատրություն եւ գործողությունների ծրագիր, այն պլան-բետ, ինչ որ ասում են, այդպես չգասեմ, ուրեմն, այսպես է, անալիզ, այսպես դիագնոզ և պրոգնոզ, մենք ասեմ աշխարհում է քայլություն է, մենք մտածում ենք անալիզ, վերլուծում ենք իրականությունը, ախտորոշում ենք տալիս, ուրեմն դիագնոզում ենք, որպեսզի անենք պրոգնոզներ եւ կառավարենք process-ը։ Եթե մենք այս սխեմայի մեջ կաշխատենք, ուրեմն օքեյ, մեզ հետ ոչինչ չի պատահի, բայց եթե ընտրություններում հետևողը տարի պետք է գողականին ընտրեն, քաղաքագիտությունը մերժեն, քրիստոնեությունը չտեսնեն, գողական արժևորեն, ուրեմն մեզ ոչ մի բան չի օգնել, նկատի ունեցեք։